Մայրաթորից կտրիչ Ներսիսյանին հեռացնելու պրոցեսը մտնում է գործնական փուլ։ Հունվարի 4-ի ուշ երեկոյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու 10 արքեպիսկոպոսներ ստորագրեցին համատեղ հայտարարություն Հայ առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման վերաբերյալ։ Գործողությունների ճանապարհային քարտեզը բաղկացած է 5 կետից, նախատեսում է բարենորոգման օրակարգի հանրահռչակում, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացում, այն է հանգստի կոչում, սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրության ընդունում։ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեվորականների բարեվարկության ապահովման կառուցակարգեր։ Ճանապարհային քարտեզի վերջին կետը նախատեսում է սահմանված կարգով ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Արդեն 3000-ավոր քաղաքացիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով ուխտիրտ անցկացրեցին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց դեպի Սուրբ Աստվածածին կաթողիկ եկեղեցի։ Հավաքված քաղաքացիների պահանջը մեկն էր՝ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին ազատագրել ուխտադրուժ հոգեվորականներից կաթողիկոսի գլխավորությամբ։ Վարչապետ Փաշինյանն իր ելույթում ժողովրդին եւ հոգեվորականներին կոչ արեց միանալ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգին։ Վարչապետի խոսքերով եկեղեցու փաստացի պետն ու իր վերնախավը աղանդավորական տրամաբանության մեջ են։ Սա նշանակում է, որ մենք մեր եկեղեցին, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ազատենք հերձվածից։ Մենք եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին։ Վարչապետ Փաշինյանի խոսքերով մեզ պետք է նորոգվել, առերեսվել մեր անցած ճանապարհին։ Մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ եկեղեցին ոմանք փորձում են օգտագործել որպես հենման կետ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար, հայտարարեց կառավարության ղեկավարը։ Մենք ընդհանրապես եկել ենք արձանագրելու, որ ոմանք փորձ են անում որպես հենակետ օգտագործել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին օգտագործելու պետության դեմ։ Եվ ես, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ասում եմ, որ մենք դա թույլ չենք տալու։ Միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի խոսքերով վարչապետը նկատի չուներ միայն կտրիչ Ներսիսյանին ու իր փոքրիկ խմբակին, որոնք փորձում են մեր եկեղեցին դարձնել հակահայկական եւ հակապետական գործիք օտարպետության ձեռքերում։ Տարբեր այդպես կոչված ընդդիմադիր ուժերը փորձում են օգտագործել այս հնարավորությունը եւ աջակցել փաստացի մեր եկեղեցու վրա օտար ուժերի վերահսկողությանը, մյուս կողմից իրականով սրանով փորձում են փրկել իրանց հենց գործակալական կապերը օտար ուժերի հետ եւ ակնհայտ է թե ինչու է համընկնում կտրիչ Ներսիսյանի եւ այդ ուժերի շահերը։ Մենք այդտեղ տեսնում ենք եւ նույնիսկ պարոն Մարուքյանը բացահայտ ասում է, որ բոլոր այդ ուժերը պետք է միավորվեն ճակերտներում եկեղեցին փրկելու օրակարգի ներքո։ Ես կթարգմանեմ սա ինչպես կոչ, որ բոլոր գործակալները միավորվեն գլխավոր գործակալ կտրիչ Ներսիսյանին փրկելու նպատակով եւ ակնհայտ է, որ շատ զարմանալիորեն համընկնում է Էդմոն Մարուքյանի, Մերձևովի, Արման Թաթոյանի, Դաշնակցության, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արթուր Վանեցյանի եւ բոլոր ուժերի օրակարգը եւ հարցը։ Գեորգի Թումասյանը համարում է, որ եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը շատ կարեւոր է, բայց զուգահեռ կատարակուսանք, որ Ներսիսյանը չի պատրաստվում խաղաղ հանգստի կոչվել։ Ես կարծում եմ, որ այստեղ կտրիչ Ներսիսյանին եւ իր փոքրիկ խմբակին օգնելը պետք, իր ձերբակալումը նույնիսկ ժամանակավոր կարար միանգամից այդ ուրեմն քարտեզը, որը վարչապետը ներկայացրել է, իրականություն դարձնել, իսկ հետո արդեն կտրիչ Ներսիսյանի հետ կարելի է բանակցել արդեն երբ ձերբակալված կլինի, թե ինչ պայմաններով է ինքը գնում հանգստի, նկատի ունեմ Հայաստանում իր անպայման մնալը, այլ ոչ թե խոսքին Ռուսաստան անցնելը ապրելու, բայց առանց դրա պատկերացնում եմ, որ կտրիչ Ներսիսյանը փորձելու է երկարաձգել այս գործընթացը եւ իր հայտարարությունները վերջի ժամանակահատվածի ապացուցում են, որ հետ քայլ անել չի պատրաստվում։ Նույնը համոզված եմ իրան կոչ են անում ուրեմն Մոսկվայից եւ փաստացի այդպես կոչված ընդդիմությունը նաեւ ակնհայտորեն ասում է, որ ամբողջ նախընտրական թեման պետք է դարձնեն ճակերտներում եկեղեցին պաշտպանել եւ չպաշտպանելու հարցը, այստեղ հավասարեցնելով կտրիչ Ներսիսյանի եւ եկեղեցին իրար հետ, ինչը շատ մեծ սրբապղծություն է իրականում։ 2026 թվականի հունիսի 7-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Գեորգի Թումասյանը գտնում է, որ ընդդիմությանը չպետք է թույլ տալ կտրիչ Ներսիսյանի
հեռացման հարցը դարձնել գլխավոր օրակարգ, որպեսզի նախընտրական գործընթացը կենտրոնանա պետականաշինությանն ուղղված հարցերին, որտեղ քաղաքացիական պայմանագիրն ունի ակնհայտ առավելություն։ Քաղաքացիական պայմանագրի համար արձանագրելը այս ուղղությունով կտրիչ Ներսյանի հեռացումը մոտակա շաբաթների ընթացքում եւ ամբողջությամբ փոխելը նախընտրական օրակարգը դեպի սեփական օրակարգ, այսինքն ինչ է քաղաքացիական պայմանագիրը արել եւ ինչ է պատրաստվում անել, այդ թվում Վաշինգտոնի օգոստոսի 8-ի օրակարգով պետականաշինության ուղղությունով եւ խոսել նաեւ նրա մասին, որ մեզ ընդդիմափոխությունը պետք պետությունում, որտեղ այս գործակալները ընդդիմություն չեն կարող լինել, իսկ ընդդիմություն անպայման պետք է եւ այդ թվում իշխանությունը կարող է աջակցել իր ուրեմն հայտարարություններով, խոսույթով նաեւ նրան, որ նորմալ ընդդիմություն սկսի պետությունում ձևավորվել, այդ օրակարգը շատ ավելի օգտակար կլինի քաղաքացիական պայմանագրի համար, քան եթե մենք միջև ընտրություններ ձգենք այս գործընթացը եւ ընտրությունների համար դեռ կտրիչ Ներսիսյանը մնա էջմիածնում։ Իմ պատկերացումով դա ավելի վտանգավոր է, որովհետեւ ինքը նորից կարող է փորձել համախմբել այդ գործակալներին եւ դրա համար ցավոք օգտագործել հենց մեր եկեղեցին մեր դեմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։